Լիքը փոճիկները, չէ։ Սոնան մեկն է Կոտայքի մարզում այսօր առաջին դասարան հաճախող 3813 աշակերտից։ Նա ամիսներ շարունակ սպասել է դպրոցական դառնալուն, կազմելով նաև առաջին օրն իրեն դպրոց ուղեկցողների ցանկը։ Սինո Արփին ասել են, որ կգան մեր դպրոց, կգան դպրոցի մոտ կգան փոճիկներով կլինեն, որ տեսնեն ոնց եմ ես առաջի դասարան գնալու։ Սոնան սակայն գիտի, որ այսօր դպրոց մտնելու է միայն մայրիկի ուղեկցությամբ։ Կոշիկներիս կողքի սաղ սպիտակ կա, կոշիկիս վրա բան չի կա, հեսը իմ շարերն են։ Բայն ինչ այն կողքին, Դիմակ, ինչի համար է։ որ տնեմ, որ հիվանդությունը ավելի չտարածվի։ Այս ուսումնական տարվա մեկնարկը շատ բաներով է տարբերվում նախորդներից։ Ավանդական սև ու սպիտակ համազգեստին այս տարի լրացնում է դիմակը, որի կրումը պարտադիր է։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի դպրոցի բակն ընդունում է դասարաններին առանձին եւ տարբեր ժամերի, իսկ արված գծանշումները պարտադրում են սոցիալական հեռավորություն։ Գործող կարգի համաձայն դպրոցները կես տարվա դադարից հետո իրենց դռներն այսօր բացել են միայն առաջին դասարանցիների համար։ Աբո վյանցի եմ ես, ու ետել եմ ես այս ծաղիթները տամ դպրոցին ու ջրչերը վետալ եմ թամ տուն։ Եկել եմ դպրոց, որ լավ սովորեմ, լավ մարդ դառնամ։ Շատ հուզված եմ, շատ տպավորված եմ, ցավում եմ, որ այս հանգամանքներում ենք բերում մեր երեխային դպրոցը, այսքան պասիվ է անցնում մեր առաջի դասարանը, բայց շատ ուրախ եմ, որ թեկուզ այսպիսի պայմաններում մենք ամեն ինչ անում ենք, որ ուսմանը, գիտելիքին տեղ տրվի եւ թեկուզ նման պայմաններում մեր փոքր երեխաներին մի փոքր ուրախացնենք։ Փորձում ենք համակերպվել, բալիկը ամեն դեպքում շատ ուզում է, ցանկությունը մեծ է։ Մենք էլ պատրաստական ենք։ Կարճ ժամանակ անց Սոնային հանդիպում ենք արդեն իր երազած դպրոցում, դասագրքերը ձեռքին։ Այսօրվանից նա Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցի սան է։ Շնորհավորում եմ բոլորին, հատկապես այսօր մենք ընդունեցինք առաջի դասարանցիներին, 58 առաջի դասարանցի ենք ընդունել այս ուսումնական տարի։ Ցանկանում եմ իրենց ամենալավը երկինք եմ ցանկանում։ Ցանկանում եմ, որ այս դժվարությունները, որ մենք հիմա տեսնում ենք, իրենց համար հետո դառնա հեքիաթ։ Այս արտասովոր պայմաններում, որ մենք ապրում ենք եւ զգում ենք, թե ինչ սահմանափակումներ կան բոլորիս համար, իրենց համար սա լինի առաջինը եւ վերջինը։ Բոլորին շնորհավորում եմ, իմ ուսուցիչներին եւ աշխարհի բոլոր ուսուցիչներին, Հայաստանի Հանրապետության ուսուցիչներին, այս անգնահատելի մեծ աշխատանքը, որը կատարում են ուսուցիչները, ցանկանում եմ ուժ, կամք, եռանդ եւ հաջող ուսումնական տարի։ Նոր ուսումնական տարին մնացած բոլոր դասարանների աշակերտների համար կմեկնարկի վաղվանից, սեպտեմբերի 15-ից, սակայն իրար կարոտած դասընկերները դեռևս անորոշ ժամանակով դասարանի ամբողջ կազմով չեն հանդիպի, քանի որ դասերն անցկացվելու են փոքր խմբերով։